Ռուս-ուկրաինական բանակցային սեղանը կրկին տեղափոխվում է Ստամբուլ, Մոսկվան ու Կիևը համաձայնել են։ Բանակցությունների հերթական պարտիան կսկսի այնտեղ, որտեղ ժամանակին կանգ էին առել։ Իսկ ինչու է Թուրքիան կրկին դառնում բանակցային առանցքային կենտրոն, երբ ժամանակին այդ դերը վստահված էր արաբական երկրներին։ Վայրն ընտրել է Ռուսաստանի Դաշնությունը։ Քաղաքագետի խոսքով Մոսկվան առաջնորդվել է մի քանի հանգամանքներով։ Այն շրջանակը, որը եղել է, այն կետերը, որոնք եղել են Ստամբուլում 22 թվականի գարնանը, հենց այդ կետերի շուրջ է լինելու պայմանավորվածությունը։ Ինքը բանակցությունների մեջ է միացյալ նահանգների հետ, եւ Ստամբուլ գնալու ոնց որ եվրոպական երկրները դուրս են մղվում այդ բանակցային գործընթացից, քանի որ Ռուսաստանը չի վստահում նրանց։ Ստամբուլը կարողանում է խաղալ երկու լարի վրա, ասում է թուրքագետը։ Մի կողմից չի ներքաշվում Ռուսաստանի Դաշնության դեմ ընթացող պատերազմի մեջ, մյուս կողմից ճանաչում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը։ Միևնույն ժամանակ ճանաչելով Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, ընդունելով Հռոմի անցումը Ուկրաինային եւ այլն, դրանով նաեւ կարողացավ պահել լավ հարաբերություններ Ուկրաինայի հետ եւ իր միջնորդի դերի առաջարկը փաստորեն երկու կողմի համար էլ ընդունելի է։ Քաղաքական, տնտեսական ու իմիջային ալիբիներ։ Թուրքական քարոզչամեքենան արդեն սկսել է այս վիճակից դիվիդենտներ քաղել ու բարձրացնել իր քաղաքական կշիռը։ Փորձագետի խոսքով սա հնարավորություն է Էրդողանի համար Թուրքիան դարձնելու հարթակ, որտեղ կքննարկվեն գեոպոլիտիկ կարևոր իրադարձությունները։